Այն ինչ որ կապված է դիմային գանգի հետ, դեմքի հետ, բերանի խոռոչի հետ, ատամների հետ, դա դիմացանոթային վիրաբուժի կոմպետենցիա է։ Բնականաբար ատամը չի ուռում, հարատամային հյուսվածքները բորբոքման հաշվին ուռում են, ցավացնում են, թարախակալում են եւ այլն, բորբոքման հաշվին կարող է ուռածություն լինի, բայց ուռուցքը արդեն գոյացություն է, նորագոյացություն է։ Բարև ձեզ, ես Աշոտ Վարդանյանն եմ, Սլավմեդ բժշկական կենտրոնի դիմացանոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավարը։ Աչքերի տակից, այսինքն ստորակնակապչային շրջան ենք ասում, մինչև պարանոցի վերին երրորդը համարվում է մեր ռեգիոնը, այսինքն դիմացանոթային վիրաբուժի կոմպետենցիայում ցանկացած հարց պետք է լուծում ստանա, հարց կծագի բաքիթը եւ կոկորտը, որը որ էտի մասած տարածաշրջանում է, բնականաբար դրանով զբաղվում են մեր գոլեգաները քիթկոկորտ ականջաբանները։ Այն ինչ որ կապված է դիմային գանգի հետ, դեմքի հետ, բերանի խոռոչի հետ, ատամների հետ, դա դիմացանոթային վիրաբուժի կոմպետենցիա է։ Գոյություն ունի վիրաբույժ ստոմատոլոգ եւ դիմացանոթային վիրաբույժ։ Վիրաբույժ ստոմատոլոգը այն մասնագետն է, որը աշխատում է ամբուլատոր պայմաններում, անում է հիմնականում բերանի խոռոչի վիրաբուժություն, որը որ չի պահանջում ստացիոնար պայմաններ, որը որ չի պահանջում ընդհանուր անզգացում, որի աշխատանքի ծավալը հնարավոր է կազմակերպել ատամնաբուժական բազկաթոռի վրա։ Այդ դրանից բարդ դեպքերը արդեն մեր կոմպետենցիայում է դիմացանոթային վիրաբուժի գործողությունը։ Այսինքն այն բոլոր գործողությունները, որոնք պահանջում են վիրահատական մոտեցում, արդեն մերն է։ Այն ծավալի միջամտությունները դա բերանում թե դեմքի վրա, թե դիմային գանգի ոսկրերի վրա, որոնք պահանջում են ստացիոնար ընդհանուր անզգայացում, արդեն մեր կոմպետենցիայում է։ Կան շատ ատամներ, որոնք որ ունեն տարօրինակ դիրք, նույնիսկ բերանի խոռոչում չեն գտնվում։ Այդ կարգի ատամները տրամաբանորեն հեռացնում է պրոֆեսիոնալ վիրաբուժը։ Մեր բաժանմունքը այսօր ունի տեխնիկական եւ մասնագիտական բացարձակ բոլոր հագեցվածության պահանջները։ Մեր պայմանները բավարար են, մեր օպերացիոնը հագեցված է, մեր բաժանմունքը հագեցված է, մեր գործողությունների ցանկը սկսում է այդ ոսկրերից, վերջանում է պարանոցի վերին երրորդով։ Արվում է բորբոքային բոլոր պրոցեսների հետ կապված գործողություններ, տրավմատիկ գենեզի առաջացած խնդիրների դեպքում, դիմային գանգի ոսկրերի շտկումներ, փափուկ հյուսվածքների կորեկցիաներ, այդ կոչվում է օրտոգնատիկ վիրաբուժություն, այսինքն ճիշտ ծնոթ ունենալ, այդ օրտոգնատիկ բառը եթե փորձենք բացել, տեսած կլինեք հաճախակի փողոցներում եւ շրջապատում մեծ ծնոթ ունեցող կամ հակառակ փոքր ծնոթ ունեցող մարդիկ, չեմ ուզում ավելի կատեգորիկ լինել բժշկական տերմինոլոգիայով, որը որ դիմացանոթային վիրաբուժության ամենա տարածված պահանջարկ ունեցող գործողությունների ցանկի մեջ է մտնում։ Այս հրա մասին է խոսքը, այս փոքրիկ երանգյան մասին է խոսքը, որտեղ տեղակայված է, համոզված եմ հեշտ բառով ասեմ, քնային զարկերակը, չէ՞, ոնց ժողովուրդը ծանոթ է հաստատ, այդտեղ տեղակայված են անոթներ եւ այն մկանային համակարգը, որը որ կազմում է պարանոց, բերան, բերանի հատակ։ Ունեցել ենք դեպքեր թեթև փոքր վնասվածքի դեպքում, ժողովուրդ մոտավորապես պատկերացրեք մի սանտիմետրանոց վերքի դեպքում, տրավմատիկ գենեզի վերքի մասին է խոսքը, ասենք թե բաժակ ֆուժերի կտոր, որը որ ընդամենը մի սանտիմետր կտրելով մտել հասել էր մինչև քնային զարկերակը, վիրաբուժական ինտուիցիան ինձ պարտադրեց մի սանտիմետրանոց վերքը մշակելու համար հիվանդին քննացնել, նարկոզ տալ։ Նարկոզ տալուց անմիջապես հետո, երբ որ ես փորձեցի այդ մի սանտիմետրանոց կտրվածքից ֆուժերի կտորը հանել, մոտավորապես 1 րոպեվա ընթացքում լիտրուկես մինչև 2 լիտրի արյան կորուստ եղավ։ Վնասվել էր քնային զարկերակը։ Քանի որ հիվանդը քնած էր, այդ ամեն ինչ արվեց պլանային կարգի, փրկվեց, դուրս եկավ։ Այդ մահվան եռանկյան էպիզոդի մասին է խոսքը։ Դա լիներ 1.5 սանտիմետր աջ, ձախ, վերև, ներքև, աստված իր այդ թող ֆուժերով ապրեր նույնիսկ։ Նման դեպքում մենք կռիվ տվեցինք մահվան եռանկյունուց այդ ֆուժերի կտորը հանել, փրկել եւ առողջացնել այդ երիտասարդին։ Վերջի 5-10 տարիների ընթացքում խիստ պակասել են
այդ ձեր ասած բորբոքային process-ներով հիվանդների այցելությունները մեզ։ Ինչի, որտեղ համոզված եմ մեր ժողովրդի կենցաղային սոցիալական պայմանների բարելավման հաշվին, կուլտուրայի եւ կրթության բարձր մակարդակ, հարաբերական բարձր մակարդակ ստանալու հաշվին այդ երևույթները պակասել են։ Մեր ատամնաբուժները, որպես լավ բանի նկատի ունեմ, այդ բորբոքումների դեմն առնում են եւ հիվանդները մեզ չեն հասնում։ Որպես դրական բանի նկատի ունեմ։ Իսկ այն արտահայտությունը ժողովուրդ բոլորին ծանոթ ատամս ուռելա, հենց այդ ձեր ասած բորբոքումն է, որը վերածվում է թարախի, որից հետո էլ հասնում է հիվանդին։ Բնականաբար ատամը չի ուռում, հարատամային հյուսվածքները բորբոքման հաշվին ուռում են, ցավացնում են, թարախակալում են եւ այլ, կարծում եմ այդ բոլորս ենք տեսել, բոլորս ենք շփվել նման երևույթի հետ։ Որ հասկանանք ուռուցքը ուրիշ բան է, ուռածությունը ուրիշ բան է, ատամի ցավի պատճառով կարող է ուռածություն լինի, բորբոքման հաշվին կարող է ուռածություն լինի, բայց ուռուցքը արդեն գոյացություն է, նորագոյացություն է, որոնք որ տարբեր կատեգորիաներ են, հասկանում եք, նորագոյացությունը կարող է լինի բարորակ, չարորակ, մեկ էլ մյուս եւ դրան համապատասխան մոտեցումներով, իսկ ուռածությունը կարող է լինի բորբոքման հաշվին, կարող է լինի տրավմայի հաշվին, հա, ցանկացած հարվածից հետո ուռումը իջնում է։